Հայաստանի վարչապետի նախագահի խորհրդանի ղեկավարի մասնակցությամբ անցկացվեց Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգում 3 հարց է՝ հիմնադրամի 2024-ի հաշվետվությունը, 2025-ի բյուջեի հաստատումը, 2025-26 թվականների աուդիտ իրականացնող անձ ընտրելու հարցը։ Հայաստանի նախագահ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, սա հարթակ է արձանագրելու առաջնահերթությունները, որոնք հիմնադրամի համար ուղենշային կլինեն առաջիկայում։ Նշեց 2024-ին իրականացվել են կարևոր ծրագրեր, որոնք նոր շունչ են հաղորդել հիմնադրամի առաքելությանը։ Մեր առջև դեռևս կանգնած են բազում մարտահրավերներ, թե ռազմավարական պլանավորման, թե ծրագրերի արդյունավետության բարձրացման, թե համահայկական ներուժի լիարժեք օգտագործման տեսանկյունից։ Այս նիստը նաև առիթ է վերահաստատելու հիմնադրամի բովանդակային եւ կառուցվածքային զարգացման ճանապարհային քարտեզը, ընդլայնելու ներգրավվածությունը, ուժեղացնելու վստահությունը եւ բարձրացնելու արդյունավետությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ ողջ Սփյուռքի բարգավաճման։ Համոզված եմ, որ մեր այսօրվա քննարկումները կնպաստեն հիմնադրամի աշխատանքների առավել հստակ ուղղորդմանը, հենված թափանցիկության, պատասխանատվության եւ ներառականության սկզբունքների վրա։ Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատարի խոսքով կառույցի արդյունավետ աշխատանքի արդյունքն է նաև 2024 թվականի «Քեզ համար Հայաստան» հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված մոտ 15.4 միլիոն դոլար գումարը։ 2024 թվականի ընթացքում հիմնադրամի կենտրոնական հաշիվներին տեղական հանձնախմբերից եւ անհատներից փոխանցված գումարներն ու նյութական նվիրատվությունները կազմել են 2 միլիարդ 691 միլիոն 825 հազար 248 ՀՀ դրամ։ 2024-ին իրականացվել է ավելի քան 1.6 միլիարդ դրամի 50 ծրագիր, մոտ 40 համայնքում 55 հազար շահառուի համար։ Այս տարի հիմնադրամը կշարունակի լինել սահմանային համայնքների կողքին, միաժամանակ սատարելով նաև արցախցիներին, որոնց առնչվող ծրագրերը կլինեն շարունակական։ Առանձին ոլորտներով ներկայացվեցին հիմնադրամի ծրագրերը։ Բնակարանաշինական ծրագրերից մեկը Արմավիրի Լեռնագոգ համայնքում էր։ Բազմազավակ արցախցիների համար կառուցվել է 14 տուն։ Սյունիքի մարզի ներքին Խնձորես գյուղում կառուցվել է թվով 6 բնակելի տուն, կրկին Արցախից տեղահանված, ինչպես նաև համայնքի խոցելի ընտանիքների համար։ Ծրագրի արժեքը շուրջ 560,000 ԱՄՆ դոլար։ Հիմնադրամի հաջորդ կարևոր ուղղությունը առողջապահությունն է։ Վերանորոգվում եւ վերակառուցվում են բուժհաստատություններ, կառուցվում բուժամբուլատորիաներ, սոցիալականից մինչեւ վերականգնվող էներգետիկա, կրթական ու մշակութային ոլորտ։ $600,000 կառուցվել է Սևանի երաժշտական դպրոցի նոր մասնաշենքը։ Երաժշտական դպրոցի, երբ որ մենք հիմնանորոգում ենք կամ շենք ենք կառուցում, այդտեղ գույք եւ մասնավորապես երաժշտական գործիքներ նախատեսված են ձեռքբերման համար եւ նախատեսվել են եւ մանկապարտեզների դեպքում էլ գույքի խնդիրը լուծվում է, առողջապահական հիմնարկների դեպքում տեսանք արդեն հասկացա, որ նախարարության հետ համատեղ արվում է։ Սևանի երաժշտական դպրոցում այո գույքը տրամադրված է, նաև երաժշտական գործիքներով է ապահովված։ Իրենք նախկին իրենց դպրոցում էլ ունեին որոշ ներողություն եմ խնդրում, լրիվ նոր երաժշտական գործիքներ են ձեռք բերել եւ տվել դպրոցին։ Այն ինչ իրենք ունեին օգտագործելու են, նաև որոշ նոր գործիքներ են այո տրամադրվել։ Զարուհի Ազնավուրյանը նշեց, որ Հայաստանի համայնքների զարգացումը պետք է մնա հիմնադրամի ու համայնհայության ուշադրության կենտրոնում, եւ այս տարվա դրամահավաքը եւս պետք է լինի 2024-ի հեռուստամարաթոնի դրամաբանության մեջ։ Մայա Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։